Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-532 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ նաեւ, որ ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարև ձեզ Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Տիկին Ալեքսանյան, երկար տարիներ է դուք այս ամեն ինչի մեջ եք, բոլոր իշխանությունների, այսպես ասած, վեր ու վարնել եք տեսել, ասածն ու չասածն եք լսել, մի խոսքով, ինչ է կատարվում հիմա մեր իրական Հայաստանում, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։ Մեկ շաբաթվա մեջ 4 աղմկահարույց սպանություններ, կապան, արմավիր, մի խոսքով, սա ինչի մասին է խոսում։ Ընդ որում ցանկանայի լսել նաև Հարաքարի հետ կապված ձեր տեսակետը, որտեղ շատ արագ բացահայտվեցին որոշ դրվագներ, Նիկոլ Փաշինյանն էլ ամեն դեպքում այդ օրը հայտարարեց, որ պետք է մանրամասն ուսումնասիրվի, վարկածը դա վենդետան է, բայց կարծես թե այս հանրային կարծիքի այս աղմուկի մեջ Փաշինյանը վերջապես ասեց, որ կան հարցեր, որ բարձրացվում են ինձ համար այս գործի շրջանակներում։ Ինչի մասին է այս ամենը։ Այո, դուք ճիշտ եք, որ ամենաաղմկահարույցը իհարկե Փարաքարի համայնքապետի Վալոդյա Գրիգորյանի սպանությունն է, նա ընդդիմադիր քաղաքական գործիչ է, Փարաքարի ընտրությունները մենք հիշում ենք, որ անվերապահ աջակցություն ստացավ Վալոդյա Գրիգորյանը, եւ առհասարակ նրա մասին խոսում են շատ լավ, նրա վարքի, այո, եւ ես այլ աղբյուրներից էլ նաև լսել եմ, որ նա շատ լավ վարքուներ, եւ բնական է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչի սպանություն է սա դիտվում, եւ գիտեք, որ եւ բնական է արձագանքը այսպեսին պետք է լիներ, այն աղմկահարույց, երբ որ Գյումրիի ընտրությունները, այսպես ասած, մի կերպ ավարտվեց ընդդիմադիրների օգտին, իսկ այստեղ սա կարող է եւ չներել եւ քաղաքական իշխանությունը, գիտենք, որ մյուս տեխնացուներ, դա այդ Ախտոյանները, այո, դա ՔՊ-ի տեխնացուներ, եւ միանգամից Նիկոլ Փաշինյանը հենց այդ առավոտ վաղ նա ուղղորդեց վրեժխնդրություն վարկածը, այսինքն ու մենք արդեն գիտենք, որ այս ամբողջ ընթացքում ինքը միշտ էլ ուղղորդում է ազատի դեպքը չասեմ 15 դա շատ խայտառակ ձևով էր ազատի դեպքը, որևէ մեկը չէր այցելել դեպքի վայր, երբ որ 15 զինվոր էր մահացել առավոտ շուտ, եւ ուրեմն Նիկոլ Փաշինյանի մոտ էին գնացել պաշտպանության նախարարը, որը պարտավոր էր լինել դեպքի վայրում տեսնել հասկանալ վարչապետի գրասենյակը, այո, գլխավոր դատախազը եւ մի խոսքով բոլորը հավաքվել էին եւ ուշադիր լսում էին, ինչ ցուցումներ է տալիս, եւ եթե հիշում եք ինքը ինչպես էր խոսում, դա շատ իմ վրա տպավորվել է չափից դուրս, երբ որ ասում է ըստ ինքը ասում է վարկած է այդ բենզինի եւ այլն, եւ ասում է ըստ էության բացահայտելու բան էլ չկա, սա նրա խոսքերն են, հասկանում եք, ինչ պիտի անի քննությունը վարող մարմինը, մենք տեսնում ենք ինչ է դատավարությունը հետևում է, ինչ վիճակում է, ինչ է կատարվում։ Հիմա այստեղ էլ ինքը այդ վրեժխնդրության տարբերակը ասեց, երբ որ ընդդիմադիր քաղաքական գործիչի առաջին վարկածը պետք է լիներ սպանությունը, այսինքն բնական է դա սպանությունն է եւ քննությունը վարող մարմինը առաջին հերթին պետք է քններ սպանության վարկածը, հանրությանը համոզեր, որ բայց մենք տեսանք, թե ինչպես են ուրեմն այդ վրեժխնդրությունով առաջնորդվում այդ երկու օրը եւ մենք լսեցինք, որ ուրեմն նախորդ սպանությունը փետրվարի 5-ին որ տեղի էր ունեցել, իդեպ ասեմ, որ ես մի անգամից դա հիշեցի, որովհետեւ այնտեղ այն դեպքով հայտնի է սպանություն կատարողը, կարծեմ Արմեն Ղազարյան, ինչ որ ածական անուն ունի, տզ, միանգամից հայտնի էր ով է, Ֆազ, լավ, կարծես թե Ֆազը, չէ, Ֆազը չի, հաստատ,
Եվ միանգամից ես Շամշյանը հրապարակեց, ով է կատարողը սպանության, այդ մարդը քննությամբ անցել է, այդ գործը հիմա դատարանում է, այսինքն գլխավոր դատախազությունը հաստատել է քննության արդյունքները եւ դատարանում քննում է, հայտնի է սպանություն կատարողը, այսինքն ինչու սպանության կատարողի նկատմամբ չկա վրեժխնդրություն։ Այսինքն տրամաբանական է, չէ՞, որ պետք է եթե վրեժ, ուրեմն նրա նկատմամբ է պետք, հասկանում եք, բայց սա քաղաքական սպանություն է, հասկանում եք, երբ որ կապված է այդ փետրվարի 5-ի սպանությունն էլ ընտրություններից առաջ տեղի ունեցել եւ այդ ամբողջ աղմուկը, որ կար այդ փարակարում կրկնակի չի արեցին ընտրությունը, չգիտեմ, այդ այնպեսի քաղաքական process էր, որ այլ բան մտածել դու չես էլ կարող ամբողջ ցանկության դեպքում այդ թոհու բոհի մեջ վրեժխնդրություն ինչի պետք է ասենք սպանողը հայտնի է, չգիտեմ, վրեժխնդիր լինեն Վալոդյա Գրիգորյանից Եվ սա շատ խորքային է եւ նախաքննական մարմինը, այսպես ասած, քննչական կոմիտեն, որը միանշանակ ընդունում է եւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանի իջեցրած ուղղորդումները Ընդ որում 3 հանրային հեռուստաընկերությամբ քրեակատարողականի այդ ամեն դեպքում այնտեղ էլ նույն քննչականի պետը պատասխանեց Արտուր Պողոսյանը ամեն ինչը կառուցվում էր հենց վենդետայի շուկայով հարցազրույցի պատասխանը։ Գիտեք ինչ, ասում են խոստովանական ցուցմունք է տվել։ ՆԳՆ խոսնակը ասում է բացահայտվել է սպանությունը, այսինքն երկու օրում հասկանում եք, դա անհնար է։ Նույնիսկ խոստովանական ցուցմունքի դեպքում դա պետք է այլ ապացույցներով հաստատվի։ Գուցե ճնշում են Հա, ես չգիտեմ ինչ։ Եվ ամենատարօրինակը, ես ձեզ ասեմ, որ որևէ մեկը չի նկատել, դա այն է, որ ձերբակալված կալանավորված անձինք փաստաբաններ չունեն, նրանց փաստաբանները չեն խոսում, ես ճիշտ ասած սպասում էի, դա շատ տարօրինակ է, որ չեն խոսում փաստաբանները, եւ չգիտեմ, փաստաբան չունեին առաջին օրը, դա չի կարող այս գործով այդպիսի բան լինել, ինչ է սա նշանակում, մարդիկ պետք է պատրաստված, պլանավորված, շատ հնարավոր է, ես չեմ բացառի դա Եվ քանի որ ԿՊ-ի այն կողմն է, ամեն ինչը մտածված եւ մշակված կարող է լինել։ Ես ուղակի քննությունը պետք է պատասխան տա այդ հարցերին, ոչ թե հապշտապ ներկայացնի այդ վարկածը վրեժխնդրության, որը որևէ մեկը չի հավատա։ Եվ մենք տեսանք, որ ապրելու երկիրները զայրացած հայտարարություն տարածեց 3 Մոսես Արաքելյանը խոսեց, որ սա իրոք հատեպի քաղաքական եւ այն վարկածները Գիտեք ինչ, ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը, որը այսպես թողտվությամբ ինձ համար գիտեք ամենացավալին, որ մեր երկիրը այսինքն քայքայվում է, որ օրենք չկա, ապօրինի, ինչ ուզում անում են եւ դա պաշտպանում են իր անձնական Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքասարակության ներկայացուցիչները ոչ մի ժամանակ Հայաստանում այսպիսի բան չի եղել որ քաղաքասարակության ներկայացուցիչները չպաշտպանեն անմեղ մարդուն ասենք էլի որևէ կերպ դիմադրեն որևէ արտահայտություն այսինքն բոլոր ժամանակներում ես ինձ էլ եմ հիշում որ միշտ եղել ենք եւ բավականին կայացած քաղաքասարակություն կար Փաստորեն պարակտեց, փչացրեց ամբողջ այդ դաշտը եւ գտավ իրեն այսպես անվերապահ ծառայող, այսպես մի զանգված ներողություն արտահայտության համար, մի զանգված, որը ամեն կեղծիկ, ամեն սուտ հաստատում է եւ դու գիտես ու այդ տրամադրությունները ստեղծում է Ես չեմ ասում, համենայն դեպս հանրային շրջանում, չեմ ասում ամբողջ ժողովրդի մոտ, բայց ոնց կարելի է, բայց չէ որ այս երկիրը մեր երկիրն է, ոնց կարելի է այդպես օրենքների վրա տրորելով, դե Նիկոլ Փաշինյանը հանգստությամբ տրորում է այդ օրենքները, մենք տեսնում ենք ամբողջ ընթացքում, ինչ էր անում, ասենք եկեղեցու դեմ արշավով, մենք տեսնում ենք, լսում ենք այդ փողոցային հայոյանքներով, որ առաջնորդվում էր Նիկոլ Փաշինյանը, այդ գրառումները, այն հայոյանքները, որ միջազգային մամուլի գլխագրերում էին հայտնվում, հասկանում եք, դեռ անելիք էլ ունի, բարոյազրկված միջավայր, եւ բարոյազրկված այդ շրջապատը իր, որոնք
չեն վախենում այսպես անբարոյական լինելուց, այսպես ասեմ, այդ անամոթությունը, որ կարող են բացահայտորեն ստել, այսպես բացահայտորեն նույնը եւ Նիկոլ Փաշինյանը եւ մնացածները այսպես կծված են այդ ստերը հաստատելու ու դրանք նորմալ մարդիկ էին ժամանակին մարդը որևէ արժեք ուներ այս երկրում որին մենք պաշտպանում ենք ես հիմա էլ եմ պաշտպանում բայց ես մենակ եմ եւ մի տեսակ իմ պաշտպանությունը շատ չի լսվում Ես աշխատում եմ գոնե այն մարդկանց սովորական մարդկանց, որոնք իրավունքները խախտվում է։ Քրեակատարողական հիմնարկում, երբ եղան բռնության դեպքեր, առաջինը դուք խոսեցիք այս տարվա ընթացքում։ Գիտեք, ես ձեզ ասեմ, որ բոլորին զանգահարել էին իրավապաշտպան կոչվածներին, ոչ ոք չէր արձագանքել։ Միայն ես էի արձագանքել, ես դեռ այդ պահին չգիտեի, որ ես եմ միայն արձագանքում եւ այդ ցմահդատապարտյալների նկատմամբ այդ հատուկ բռնությունը որ կիրառել էին ինձ մի քանի հոգի զանգ էր տալիս եւ ես այնքան էի հուզվել շատ ծանր իդեպ ասեմ ձեզ որ ես առաջինը զանգել եմ օմբուդսմենի գրասենյակ եւ խնդրել եմ որ անպայման գնան որտեղ մարդկանց ջարդել գցել են միջանցքներում շատ ծանր վիճակում եւ ինձ զանգահարել էին նաեւ ոչ ցմահդատապարտյալներ որոնք հաստատում էին այդ դեպքը որ եղել է Եվ ես շնորհակալ եմ մինչև հիմա օմբուդսմենի գրասենյակին, որոնք անմիջապես գնացին եւ պրես ռիլիզ պատրաստեցին, մամլու հաղորդագրություն, որ ոչ իրավաչափ ուժ է կիրառվել։ Առաջին օրվա համար ամեն դեպքում իրանք գնահատական տվեցին, ես քրեակատարողական հիմնարկել էի զանգահարել եւ խոսել եւ ասել իհարկե նրանք չէին ուզում որ ես դա հրապարակ ու նոր ես գրել եմ այդ գրառումը արել եմ երբ որ ես ուզում եմ ասել որ այդ դեպքը իհարկե մի քիչ դրական այսինքն հրապարակայնությունը ես շատ կողմ եմ հրապարակայնությանը ցանկացած դեպքի որտեվ դա միայն կարող արդյունք տալիս ինչ որ չափով Ես պետք է ձեզ ասեմ, որ այդ քրեակատարողական ծառայության պետը ինքը մի քանի օր հետո այցելել է ցմահդատապարտյալներին։ Գիտեք ինչ, ցմահդատապարտյալները մոտ 30 տարի իրանք գտնվում են բանտում։ Նրանք շատ կարգապահ, դրանք ընդհանրապես Ես հնարավորություն ունեցա Ստեփան Գրիգորյանի հետ երկու հաղորդում արեցի եւ ասեմ, որ բավականին շատ վատ արձագանքներ ստացա իմ հասցեին, որ մարդասպանի հետ ես խոսում, բայց չէ, ինձ դից բաներ չեն ասում։ Ցավոք շատ կարճ ապրեց։ Ինձ մեկ-մեկ զանգում են սպանվածների ծնողներ, բայց նրանց մեջ անմեղներ էլ կան, ես ձեզ ասեմ։ Ես ուզում եի ասել, որ քրեակատարողական ծառայության պետը շատ լավ էր արձագանքել եւ հիմա ռեժիմի փոփոխություններ են անում, այդ աստիճանական, գիտեք 19 թվից այդ օրենքը ընդունվել էր, որ աստիճանական փոփոխությամբ ուրեմն տանեն մարդիկ ազատվեն եւ հիմա այդ փոփոխությունները սկսեց անել, պետը շատ լավ զրուցեց գոհ էին ցմահդատապարտյալները, որ մարդավարի իրենց այդ խոսել էր, ուզում եմ ասել, ես հետևում եմ մինչեւ այդ process-ին Գիտեք ինչ շատ դժվար է, երբ որ դու պատասխանատու ես, երբ որ դու այդ ահազանգը, բայց փակ համակարգից ահազանգը, որտեղ հույսը դուք եք լինում։ Գիտեք ինչ, դա հաստատելը մի քիչ բարդ է։ Ես տարիներ առաջ մի անգամ էլ էր այսպիսի բան եղել է լինու Բարաշենում, երբ որ մտել էին ոչ ցմահներին, այլ դատապարտյալների, եւ ես էլի հաստատելով այդ տեղեկությունները Facebook-ում գրառումներ եմ արել, քրեակատարողական ծառայությունը իմ դեմ ինձ ոչ մեկ երբեք չի կոլեգաներիցս ասեն մեկը վերկանար գնար քրեակատարողական հիմնարկ ու տեսներ ինչ այնտեղ կատարվում որոնք ասենք դիտորդարունակ Արթուր Սակունցը դիտորդական խմբի անդամ էր կամ բան ես չէ այսինքն այդ աջակցությունը ես չեմ ստացել բայց այդ ժամանակ որ ես այդ հրապարակումներ արել եմ որ մտել են էլի ջարդել փշրել են այդ ժամանակ օմբուդսմենը Կարեն Անդրեասյանն էր Եվ նա խումբ ուղարկեց, ոնց որ ես անգամ օմբուդսմենը այն ժամանակ էլ, որ տեսնեն ինչ է կատարվում եւ հաստատեց այն ինչ որ ես ասել եմ, թե չէ իրանք իմ անունով արդեն sense հատուկ հայտարարություն են արել, որ ես ինչ որ սուտ դա բարդ վիճակ է, դու պետք է որոշում կայացնես դա ասելու համար, հասկանում եք։
Եվ ավարտելով այդ մասը ես ասեմ, որ երբ որ ինձ զանգում են այդ ծմադատապարտյանների այդ մարդիկ, որոնք իրոք դուժել սպանվածի հարազատները, ես իրանց ասում եմ, որ դուք միշտ հիշեք, որ դատական համակարգը ինչ վիճակում է եղել Հայաստանը ամբողջ այս տարիների ընթացքում մինչև օրս, եւ հիշեք, որ այդ դատական սխալները, ոչ միայն սխալները, ես ասում եմ, որ նրանց մեջ կան նաեւ անմեղ մարդիկ ու իրենք լսում են, բայց ես իհարկե այն դեպքերը, որոնք իրոք կատարվել են եւ դաժանությամբ ես դա չեմ կարող հերքել կամ ինչու։ Ես մեծ մասի գործերին ծանոթ եմ կամ ծանոթանում եմ այսքանը կասեի եւ հաջողություն եմ մաղթում քրեակատարողական ծառայության, որը այդ հարցը լուծի, չի կարող մարդը 30 տարի եւ ավել գտնվել այդ բաների մեջ, մենք մարդկային հասարակություն ենք, մենք պետք է հասկանանք այդ ամեն ինչը, մարդիկ գրել են իրենց պատիժը եւ ինչ պայմաններում Եվ այդ պայմաններից հետո դուրս են գալիս, ընկնում են այլ պայմաններ, որ երբեմն շատ արագ նորից հետ են վերադառնում։ Չէ, գիտեք, ուրեմն ես ձեզ ասեմ, որ ռեժիմի փոփոխությամբ 1 կամ 2 հոգի է ազատվել, բայց կա նաև պայմանական արագ չեն գալի, իրանք այնպես չի, որ հենց ծնվել են հանցագործ։ Դուք Ստեփան Գրիգորյանի դիթարել եք, նա հանցագործի տպավորություն թողել է ձեզ վրա։ Չէ, Իրա գործն էլ շատ վիճելի գործ էր, միջայլից այո, միջև ասենք այդ դա միշտ պետք է հիշենք մենք, ու մենք միշտ պետք է հիշենք, որ մարդիկ են նրանք։ Եվ հետաքրքիր է, Եվ գիտեք, զղջա, դու տեսնում ես այդ զղջումը իրանց մեջ։ Ես շատ եմ հանդիպում իրանց հետ։ Եվ ցանկություն ապրելու Ստեփան Գրիգորյանի մոտ կար այդ Հա, ցանկությունը։ իրենք էլ գիտեք ընտանիք կազմելու, ապրելու։ Դուք պետքա տեսնեք, որ մարդիկ զղջացել են, որ դուք պետք է նրանց պատրաստեք, որ դուրս գան վերասոցիալականացվեն եւ հասարակություն դուրս գան, պետք է այդ պայմանները ստեղծեք, ոչ թե ձեր սպեցնազին ուղարկեք, որ ինքը մտնի ու ջարդի այդ մարդկանց։ Եվ ինչի համար դուք տեսաք դիտորդականը հրապարակեց լուսանկարները, ոնց էին ավիրել սենյակները, ուտելիքը գետնի, մարդու տեղ չեն դնում։ Փարաքարի դեպքի հետ կապված ամփոփենք Տիկին Ալեքսանյան, փաստորեն շատ վաղ էր այդ բոլոր վարկածների մասին բարձրաձայնելը, պետք է սպասել մինչև քննությունը անցնի եւ մութ անկյուններ կան այստեղ։ Շատ լավ, ուրեմն հարցի անդրադարձակ էլի, ես կմոռանայի գուցե դա ասել։ Դուք տեսնում եք, որ նորից նախաքննությունը, որը գաղտնի պետք է լինի, նրանք հանրայնացնում են։ Հասկանում եք, իրենք նախնական տրամադրություն են ստեղծում հանրության մոտ, ինչպես Բագրատ Սրբազանի դեպ, հիշեք, որ ձայնագրություն եւ հետո բարձվեց մոնտաժված ձայնագրություն, կեղծ ձայնագրություն, ու հետ համոզել հանրությանը, ասենք, դուք տեսնում եք այդ քարոզը քաղաքական, այսպես ասած, ուղղորդումը, ես գրառումներ էի անում առաջին պահից, փաստաբանների համար դա գաղտնիություններ, նախ ստորագրություն ընտրել, որ չեն կարող խոսել նախաքննության ընթացքում, բայց ՔՊ-ի համար դա բաց քննություն էր, ով հասնում էր, մի բան ասում էր այդ ամեն ինչի մասին, նույնիսկ ազգային ժողովում որոշում ընդունեցին, եթե հիշում եք, որ քաղաքասարակությունն էլ պետք է արձագանքի, այնտեղ նույնիսկ մարդկանց, այնտեղ Սարգսակին, երբ որ Վերաքննիչ դատարանը տնային կալանք կարծեմ տվեց, այսինքն կալանքից ազատեց այս, ուրեմն նրանց ուրեմն անուններն էլ լավ չգիտեմ, Արման Եղոյան, չէ՞ կարծեմ ճիշտ եմ ասում։ Նա ասում է դատավորը ասում է, բա որ իր հետ տենց վարված լինեին, սենց կաներ, այսինքն նրանք դա դիտում էին որպես եղած ավարտված այդ ահաբեկչությունը գործողություն։ Հիմա նույնը այստեղ այս դեպքում է, որ հանրությունը եւ իդեպ ես ասեմ լրագրողները ամբողջությամբ տրվում են այդ տեսությանը, այսպես ասած, ու հսկողություն հասկանալի է այդ հսկողությունը, բայց շատ կարևոր հարցեր կան։ Սա քաղաքական սպանություն է։ Մի հատ ուսումնասիրեք, նայեք, տեսեք այն նախորդ դեպքերը ինչպես են եղել, ինչ է եղել, որն է գերակայող կամ ինչի հենց այդ վարկածով միայն քննում գործը։ Եվ լրագրողները մտնում են դրա մեջ, Նիկոլ Փաշինյանը ասեց, Ազատի դեպքում էլ են, եւ գիտեք ինչ, նորմալ լրագրողներ նույնիսկ ասում են բացահայտված է գործը մի շաբաթ հետո։
Տիկին Ալեքսանյան դուրս գան կարճատել գովազդային դաթարի, Հա, որից սիրով։ հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է, մենք հեռախոսազանգ ունենք, լսենք մեր հեռուստադիտողին, որից հետո շարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Հարգելի հեռուստադիտող, հեռախոսով մեզ հետ բացառապես խոսեք, իջեցնելով հեռուստացույցի ձայնը։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լավ, չի ստացվում, մյուս անգամ կպատասխանենք։ Ամփոփենք Փարաքարի դեպքը։ Ես առաջին հերթին կուզենայի այսպես հորդորել մեր գլխավոր դատախազությանը, որը վերահսկում է այդ գործը եւ բոլոր գործերը, որ բացահայտեին եւ ոչ թե ինչ որ վարկածներով Փաշինյանի առաջնորդվեին։ Այսպիսի գործերը շատ ծանր ներգործություն են ունենում հանրության, պատկերացնում եք այդ գյուղի բնակչությունը ինչ վիճակում է, եւ ես լսում էի տարբեր երեք հարցազրույցներ, որ վախից տանից դուրս չեն գալի, հասկանում եք այդպիսի հեղինակավոր մարդուն սպանելը։ Վալոդիա Գրիգորյանն էլ որդի ունի։ Այո, Եվ չես իմանում եւ որ որպես մարդ նայում ես 4 զավակներ ունի, ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին, շատ ծանր դեպք է։ Այսպիսի գործերը երբ որ բացահայտվում են, դա շատ մեծ նշանակություն է ունենում իրավական համակարգի վրա, հաջորդ գործերի վրա, ազդեցության իմաստով ավելի փոքր գործերի, բայց այսպես ասենք ուր եք տանում։ Այս իրավիճակով, չգիտեմ, իհարկե մեր երկիրը սենց գնում է արդեն, չգիտեմ, անդունդի եզրին է երևի, երբ որ ես նայում եմ, թե ինչ քաղաքական գործեր են, քաղբանտարկյալներ, ասենք մարդկանց
ասենք Սամվել Կարապետյանին ինչի համար է ինքը բանտում հայտնվել 5 ամիս ինչ որ մեկի քմահաճույքի համար ու այդ մարդը ժողովրդավարությունից է սկսել նորից խոսել, որովհետև մի քանի ժողովրդավար կա այս երկրում, այն որ ֆորում էին անում ինչ որ Դանիել Իոնեսյանը, Նիկոլ Փաշինյանը երևի առաջին, ու որևէ մեկը հարց չի տալիս իրան, թե ինչի է Սամվել Կարապետյանը օրինակ այդ մեր ձևովի համար հայտնվել, չգիտեմ, քանի ամիս է 4 ամիս բանտում կամ Սա մեր երկրի Հիմա ես եմ ձեզ հարցնում, սրբազանները ինչու են անազատության մեջ։ Ես ուզում եմ Միքայել Սրբազանի մասին նախ հիմա մի հատ անդրադարձ անեմ, երբ որ դու լսում ես կամ կարդում ես ինչ է նա ասել ու որը կոչ են համարել, դուք տեսակ դատարանում մասնագիտական հանձնաժողովը մերժեց դրա կոչ լինելը, որտեղ կոչը ունի իր չափանիշները, կանոնները։ Լավ, եթե ընդունենք անգամ, որ դա կոչ է, այսինքն ինչ հետևանք է դա առաջացրել, ով է ընկալել դա որպես կոչ, մի հոգի, դա Դանիել Իոնեսյանն էր, որը բողոք տարավ դատախազություն ասեց կոչ է անում, դատախազությունն էլ 1 տարի առաջ պատասխանեց, որ ստեղ հանցակազմ չկա։ Անցավ ժամանակ 1 տարի, եւ ժամանակը հաստատում եւ վերահաստատում է, որ դա կոչ չի, որովհետեւ որևէ մեկը չի ընկալել դա որպես կոչ, ոչինչ չի արել, այսինքն բացահայտորեն այս մարդուն անմեղ մարդուն դատում են, ես այսպես կարող ասեմ, անմեղ հոգևորականին, հոգևորական, որը ունի հեղինակություն, որը խորագետ է, բարձր գիտելիքներ ունի եւ բարձր է նաեւ մարդկային որակներով, նրա հրապարակային գործունեությունը իշխանություններին ուղակի հունից հանում է, սա է ամբողջ, բայց ես դիտում եմ, որ եկեղեցու նկատմամբ արշավի համատեքստում է այս ամեն ինչը տեղի ունենում, այդպես եմ, որտեվ զուգահեռ դա սկսվեց եւ Կրկին վախի մթնոլորտ։ Այո, դե պետք է հետապնդեր եւ եթե ինքը չկարողացավ կաթողիկոսին տապալել, նույնիսկ այդ փողոցային արտահայտությունները նրա հասցեին ասելով եւ այլն, գոնե երկու բարձրաստիճան հոգևորականների բանտում է պահում, դա երևի իրեն մխիթարում է։ Եվ ով է այսպես երկար շարունակել, ես կուզենայի հարց տալ, բայց ես շատ եմ ցավում, գիտեք, այստեղ մարդկային ոչ մի բան չկա Միքայել Սրբազանի տարիքը, նրա առողջական վիճակը, մենք տեսնում ենք այդ դատավորի դե այդ անամոթությունը պիտի ունենաս, որ կարողանաս առաջ տանես, որ ոնց ինչպես է մերժում բոլոր տեսակի միջնորդությունները, ակնհայտ ապօրինի հետապնդում է Միքայել Սրբազանի նկատմամբ, այսինքն նրան դատում են այդ խոսքի համար, որը ոչ մի հետևանք չի առաջացրել։ Ընդ որում արդեն ժամկետների մասին է չէ խոսում։ Հա, ժամկետները արդեն մեղադրող կողմը ասել է, որ 2.5 տարի ազատազրկում է սպասվում նրան։ Իսկ ինչ է անելու դատարանը։ Գտնվի մի դատավոր, ասիկ այդ դատավորը, որը կարող է մերժել այդ պատժաչափը եւ տուգանքով կամ հա, այո, այդ մեղադրանքը սկսվում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում ժամկետով։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ուզում է ստորացնել, նսեմացնել այդ հոգևորականներին, հասկանում եք, սա է նրա ամբողջ ցանկությունը, ծաղրել, նսեմացնել, եւ մենք տեսնում ենք, որ նրա այդ անձնական քաղաքասարակությունը, ինչպես է այդ կրկնում այդ նույն բաները շատ գրառումներով եւ այդ ծաղրական բաներով, եւ ինչ ցանկանում եմ, ես չեմ կասկածում Սրբազանի այդ ուժի ներքին այդ զորության վրա, որ լայնախոհության, որ իհարկե ծանր է եւ դու անմեղ ես ու քեզ դատապարտում են, դա շատ ծանր բան է։ Չեմ կարող ոչ ման, հիմա չգիտեմ, մի քիչ Բագրատ Սրբազանի մասին է խոսեցինք, ես ամբողջությամբ հետևում եմ դատավարությանը, ոչ թե ներկայում, այլ եթերով հետևում եմ միշտ
Եվ իհարկե քննությանը ասեցինք արդեն որ այդ կեղծ ձայնագրություններին ներկայացրել եւ հետո երբ որ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը դուք տեսել եք դատախազը ինչպես էր Աննա Վարդապետյանը ազգային ժողովում ստում մեղմ ասած այսինքն այդ հաստատում էր մոնտաժված եւ կեղծ ձայնագրությունը այսպես անխոցելի կեցվածքով կանգնած եւ այս մետաղյա հայացքով ոնց որ մարդկանց մասին չի խոսքը հասկանում եք դրանք մարդիկ են կին կա նրանց մեջ եւ գիտեք որ են ուռուցքով որ տնային կալանքի փոխեցին որ ամիսներ շարունակելի հայտնվել էր կալանքի տակ եւ հետո նորից բայց դատախազը բերում էր որ նորից իրան կալանավորեն հասկանում եք այդ դաժանության այդ ձևը մարդկանց նկատմամբ առհասարակ որոնք շատ լավ գիտի դատախազը որ դրանք անվեղ մարդիկ են եւ այդ պահվածքով ինչ զորացնում ես քո ապացույցները եթե դու օնկոլոգիա ունեցող մարդուն դու ուզում ես նորից տանես հետ կալանքի քո ապացույցները հզորանում են դու քո ապացույցները դու հզորացրու որ այսպեսի հարց չլինի բայց այդ քարոզչությունը որ իրանք տանում էին հենց սկզբից ակնհայտ է դարձնում եթե քաղաքական քարոզչություն է ուրեմն նրանք չունեն իրավական ապացույցներ այս է ամբողջ հարցը եւ դա պարզվեց երբ որ հրապարակվեց ամբողջական ձայնագրությունը եւ գիտեք ինչ դա երբ որ դու հետեւում ես այդ դատավարությանը նախաքննության ժամանակ ես միայն խոսել եմ այդ անհավասարության, որ փաստաբանները իրավունք չունեն խոսեն, սրանք հրապարակում են եւ այլ բայց երբ որ դու լսում ես քրեական գործի նյութերով են խոսում փաստաբանները դատարանում, երբ որ ասենք կալանքի միջնորդությունները փորձում էին փոխել եւ այդ հիմքերն էին ներկայացնում նույնիսկ այնտեղ մի դեպք կա որ մարդը ալիբի ունի որ ինքը այդտեղ չի եղել հենց քրեական գործի նյութերով էր ինքը դա ապացուցում փաստաբանը բայց միևնույն է նրանց բոլորին փակեցին էլի մի խոսքով այս կեղծիքը այս միայն այս հակամարտկային այս վերաբերմունքը ասենք ու բոլորը լծվել են այս մարդկանց օրինակ Դանիել Իոնեսյանը գրեց որ ձայնագրություն ամբողջական որ հրապարակվեց ինքն էլ ընդունեց որ կեղծիքա բայց վերջում գրեց այլ ապացույցներ կան դու ով ես որ ասում ես այլ ապացույցներ կան դու ինչ գիտես բայց ինչու՞ չեք թողնում որ մենք տեսնենք դատարանում այդ ամեն ինչը եթե նրանք մեղավոր ով կարող է սա կանգնի ասի ես երբեք չեմ ասի որ նրանք ուրեմն անմեղ են կամ ինչ են լավ գիտեք ինչ 2008 թվին մարտի 1-յան դեպքերը որ եղան, իդեպ համեմատում էին, դուք ինչի եք համեմատում, դուք ձեր սպանությունները բացահայտեք, դուք ինչի եք համեմատում, դա ինչ համեմատելու բան է, դատական համակարգը 2008-ին, երբ որ հարյուրավոր մարդկանց Քոչարյանը բանտեր էր շպրտում, ես տեսել եմ ամբողջ դաժանությունը, որտեղ եղել եմ վաղ առավոտվանից այնտեղ մարդկանց հետ ոնց էին վարվում չէին անում Եվ այդ դատական համակարգը այսպես փլուզեցին, ասենց դրեցին ու ջախջախեցին այդ կալանքներով, այդ անթիվան համար հասկանում եք, ու դու դատական համակարգը չի կարողանում ուժ գտնի իր մեջ նորից գա ինչ-որ մի վիճակի, հասկանում եք, ու հերթով գալիս է հաջորդ, ասենք Նիկոլ Փաշինյանը, ու նորից դնում սեղմում է ողնաշարի վրա դատական համակարգի ինձ համար ամենացավալին սա է շատ եմ իհարկե մարդիկ որ տուժվում են ես դա շատ կար բայց ասենք դուք չեք մտածում լավ այս երկիրը պետք է դատական միջև հələ կանգնում ասում է որ ինչ աներեք էր ասում կարծեմ միջամտի երբ որ ապօրինի ակնհայտ ապօրինի դատավճռով հիմա Միքայել Սրբազանին դատելու են բայց դա քո պատվերն է չէ Հարգելի հայրենակիցներ, նոյան տապանակրկին եթերում է եւ մենք զանգեր ունենք, փորձենք լսել մեր հեռուստադիտողներին։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Մեզ հետ խոսեք, խնդրում եմ հեռախոսով։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Չի ստացվում, այս մի զանգը փորձեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Բարև Բարև ձեզ։ Ես ուզեմ տիկնոջից մի հարց բարձեմ, կարծեմ անունը Ժաննա է, չէ՞։ Տիկին Ալեքսանյանը, Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան։ Այո, բարև ձեզ տիկին Ժաննա, ես ձեզ շատ լավ ճանաչում եմ, ձեր ուսանողներից մեկն եմ եղել, հիմա Ամերիկայում եմ ապրում, բայց դա բոլորովին կապ չունի։ Ես հիմա ձեզ ուզում եմ հարցնեմ, անընդհատ դուք այս կես ժամվա ընթացքում 10 անգամ Փաշինյանի անունը տվեցիք։ Այդ մարդը արդեն ինքը ստեղից ընդեղ այս երկրից այն երկիր իր գործերով անգել, որ մի լավ բան անի իր պետության համար, դուք չէ ամոթ չունեք։ Լավ, չենք վիրավորում։ Ամեն դեպքում Լավ, ինքը հույզերն էր ուզում արտահայտել, հարց չուներ։ Այսինքն հարցը հետևյալն է, ինչու եթե մարդը ամեն ինչ փորձում է անել մեր երկրի համար, երկիր է գնում, խաղաղություն է բերում, ինչու ենք Նիկոլ Փաշինյանին ասում, որ խաղաղությունը մենք ասենք, որ բերել է խաղաղությունը, իսկ հիմա մենք խոսում ենք մեր խնդիրների մասին, այսինքն դեպքեր են տեղի ունեցել, կան կոնկրետ խնդիրներ, մենք խոսում ենք այդ խնդիրների մասին։ Հարգելի տիկին, դուք գուցե հերվից լավ չեք պատկերացնում, ինչ մթնոլորտ է Հայաստանում, որ ասենք այդ սպանությունը ոնց որ մտնի ամեն մեկի տուն, մարդիկ սարսափ են ունենում, տեսնում են, ով է պատասխանատուն այս ամեն ինչի։ ավտովթարները, սպանությունները, պետք է կարգավորվի այս երկիր գնալ պետք չի, պետք է քո երկրում կարգավորես, որ խաղաղությունն էլ իր ոտով գա հասնի քո երկիր։ Հիմա անդրադառնանք անհետ կորածների, ծնողները բողոքի ակցիաներ են անում եւ սեպտեմբերի 27-ի հետ կապված նրանց խոստումներ էին տվել եւ չարեցին։ Գիտեք ինչ, ես չեմ կարող չհամեմատել նախկին իշխանություններին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որովհետև այս հարցը ինձ որ տալիս են, ես ակամայից հիշում եմ, մենք քննադատում ենք շատ Սեյրան Օհանյանին է, պաշտպանության նախարարին էլ, նախարարությանն էլ, ընդ որում ավելի սուր էինք քննադատում։ Շատ ավելի, ես ինքս էլ եմ շատ սուր քննադատում, բայց այն մարդը որևէ ծնողի, ես նույնիսկ զոհվածին ծառայողի մայր գիտեմ, որին 3 անգամ ընդունել։ Նա չէր կարող պաշտպանության նախարարության դեմ մարդիկ հավաքվեին, չընդուներ այդ մարդկանց։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք։ Սպանությունների դեպքում նա գնում էր զորամասեր, տեսներ ինչ է կատարվել։ Քանի որ մեր կազմակերպությունը հիմնականում զբաղվել է հենց զինծառայողների իրավունքներով եւ կյանքի իրավունքի խախտումներով, ես լավ գիտեմ։ Մշտապես հետևել եմ այդ ամեն ինչին։ Մենք բողոքում ենք, որ սպանում են զինվորներին բանակում, հասկանում եք, խաղաղ պայմաններում, պատասխանատուն էլի ինքն էր, եւ այսպես չենք տեսել, որ այդ մարդը մի անգամ այսպես դուրս գար մեզ հետ հանդիպում էին, մեզ բանի տեղ էին դնում, քննարկումներ էինք կազմակերպում համատեղ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներով։ Ես հիմա տեսնում եմ, որ այսինքն պաշտպանության նախարարությունը, բանակը փակել են, ոնց որ իրենց սեփականություն ու նստել են։ Ինչ է անում Պապիկյանը, ոչ մեկին հայտնի չի։ Որևէ մեկին, այսինքն դու ինչ իրավունք ունես չընդունելու այդ մարդկանց։ Ինչ իրավունք ունես։ Դուք չեք տարել այդ զինվորներին, որ հիմա կանգնում ասում եք Ադրբեջանը եւ վերջ։ Ասենք ինչ, ես մարդիկ հարցնում են, ինչ եք տարել Ադրբեջան։ Մեր երեխաների, եթե Ադրբեջանը եւ վերջ։ Կամ մարդավարի 7 ժամ են մարդիկ այնտեղ կանգնած երեք ամբողջ օրը։ Ամբողջ օրը, այո։ Դու չես կարող որպես մարդ թողնենք ինչ են ասում, ինչ չեն ասում, իջնես 2 բառ զրուցես նրանց հետ։ Դու ով ես էլի, ասենք, ու դու ավելի բարձր ես, քան այդ մարդիկ։ Դու այդտեղ նստած ես, որ ծառայես այս մարդկանց, խոնարհվելով նրանց առջև։ Որոնց որդիները ծառայեցին հայրենիքին։ Հա, զոհվեցին, անհայտ կորել են, ոչինչ չեք անում, ոչինչ պատասխան չեք տալի։ Չեք ուզում լսեք այդ մարդկանց հարցերը։ Եվ նախորդ անգամ էլ հիշում եք ազգային ժողովի դիմաց ամբողջ օրը անցկացրեցին այնտեղ նոր ինչ որ ու այդ մարդիկ պատրաստական գնացին, որ իրենց հարցերը, բայց ինչ ոչինչ։ Հիմա էլ եկել են ու չեք ընդունում ու չեք լսում ու չեք խոսում նրանց հետ։ Միջև երբ են խուսափելու, Տիկին Ալեքսանյան։ Չգիտեմ։ Ընտրություններից Ինչքան որ առաջ- իշխանության լինեն։ Շատ ցավալի է։
Պապիկյանը ոչ մի կապ չունի այդ նախարարության։ Ես չեմ լսել, որ նա մի հատ նորմալ տեքստ ասի, որ չգիտեմ, դուրս արեք մի հատ ասեք ներողություն, որ մենք չենք կարողանում ձեր տղաներին։ Սիրտները գոնե շահեք այդ մարդկանց։ Բայց ինչով են իրանք զբաղվում։ Հայաստանի եւ Հայաստանի բնակչության դեմ միայն եւ միայն։ Ուզում են հիմա Մենք չենք լսում որևէ բան մեր հետ կապված խոսեն, որ խոսեն մի բան, որ ասենք անեն, ոչ գերիների հարցերը, ոչ բան, ամբողջությամբ զբաղված են իրենք իրենցով, իրենց իշխանությամբ, վայելելով այս ամեն ինչը, անտեսելով այս մարդկանց եւ ինչ որ բաներ վերագրելով իրենց, որը իրենց է չի, եթե դա դրական է իհարկե։ Ոնց կարելի է այդ մարդկանց այդքան թողնել, այդ ամբողջ օրը այնտեղ դրսում թողնել ու մի պատասխան դուք չունեք ասելու այդ մարդկանց։ Ո՞րն է քո գործառույթը, պարոն Պապիկյան։ Շքախմբով ման գալը մենակ։ Այդ չեմ ասում, որ այն Արման Սարգսյանին էին ուզում տեսնել, այսինքն նա էր ուզեցել, բայց այդ մարդիկ, որտեղ միայն ստեր են ասում, սուտը օրինականացվել է Հայաստանում, այսինքն ցանկացած պաշտոնյա ինքը խոսում է սուտ։ Գիտեք ինչ, եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է հայ առաքելական եկեղեցու նրա կաթողիկոսի մասին դոմփել բառով կներեք, պետք է ասեմ, եւ արդարադատության նախարար Սրբույի Գալյանին հարցնում են, որ այդ բառը եւ ինքը ասում է, որ դա իրավականությունը չի խախտում։ Հասկանում եք սա ինչ է, այս ամբարո կեղծ, այս սուտ մթնոլորտը, այսինքն բարոյական արժեքները դրանք հատակում են, իրավականությունն է կարևոր, ոնց կարող է առանց բարոյականության իրավականություն լինի։ Տիկին Ալեքսանյան հրաժարականներ պետք է լինեն, արդարադատության նախարար, ոստիկանապետ, ներքին գործերի նախարար։ Գիտեք ինչ, ես ոստիկանապետի հրաժարականը կամ ասենք ներքին գործերի նախարարի հրաժարականը, որ իրենք չեն հսկել եւ իմանալով այդ լարված վիճակը եւ մենք չգիտենք ինչ բարկացն է իրականում, որ այս սպանությունը տեղի է ունեցել, ինձ համար առաջնահերթը բացահայտումն է։ Թող բացահայտեն, հետո հրաժարական տան։ Այսինքն, գիտեք ինչ, արդարադատության նախարարը շարունակ խոսում է քաղաքական հարցերից, սահմանադրության այդ իր պատրաստակամությունը կատարելու այն ինչ որ ուզում է Ադրբեջանը, Թուրքիան եւ Նիկոլ Փաշինյանը, ասենք դուք լիքը խնդիրներ ունեք ձեր համակարգում, ով պետք է զբաղվի այդ համակարգի խնդիրներով եւ նա կանգնած օրինակ այդ ծմահների դեպքով բացահայտորեն ասում էր իրավաչափ գործողություններ են եղել, երբ որ արդեն օմբուդսմենը հրապարակել էր ոչ իրավաչափը։ Կամ ես չգիտեմ, ասենք ինչպես են կամ այդ հայոյանքների կին են, չէ՞ ամեն դեպքում, եւ այդ կանայք հանդուրժում են ու գնում են երևի ժպտում են Նիկոլ Փաշինյանին իր այդ կներեք առնանդամացույց տալու եւ այդ դոմփելու, հետո գնում են խցնակ երևի կողքը նստում են, ես չեմ կարող տանել եւ ես այդ ժամանակ էի կարծում, որ նրանք հրաժարականներ կտան Մարիջան եւ դրա համար սա ասեցի, բայց չէ, մարդկանց ամբողջովին ուրեմն իրենց այս ամբարո այս մթնոլորտը ամբողջովին իրենց սրտով է։ Ելքը Դրանց իրենք հրաժարականներ կտան այն ժամանակ, երբ որ դա կցանկանա Նիկոլ Փաշինյանը։ Ելքը ո՞րն է այս ամենից։ Ելքը ես շատ կուզենայի, որ մեր ժողովուրդը ընդվզեր այս ամեն ինչի դեմ, հասկանում եք, այնպիսի անարդարություններ են Կոչ եք անում, Տիկին Ալեքսանդրովна։ Հա, կոչ եմ անում, թող ընդվզեն։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում, չէ, եթե չեք ուզում հեղափոխություն Հա, անել, ինչի չեք անում։ հա։ Դե ոնց կարելի է այս ամեն ինչը հանդուրժել, ոնց կարելի է ասենք Միքայել Սրբազանին հիմա դատավորել ու մենք լռենք եւ քաղաքական գործիչներից մեկը շատ լավ ձևակերպեց, շատ լավ ուղղակի ասեց, որ երբ որ մենք լռում ենք, Միքայել Սրբազանը մեր մեղքերը վերցնում է իր վրա, ինչպես Հիսուսի դեպքում էր։ Բայց կարծես թե եկեղեցին էլ ունի որոշակի ծրագրեր այս ամենի հետ կապված։ Կլինի դատը, դատից հետո արդեն պարզ կլինի։ Հա, չգիտեմ։
Ես տեսնում որտեղ եմ, դրա մասին խոսում են, հիմա չեն պարզապես բացահայտում իրենց ծրագրերը, որտեղ ասում են ձեռքները ծալած չենք նստի, ամեն դեպքում սա մեր հոգևորականների եւ փոքր մարդիկ չեն այդ մարդիկ, որոնք դատապարտվելու են անազատության։ Եթե ամփոփենք մեր հաղորդումը, մեր ժամանակը մոտենում է ավարտին, խնդիրները բավականին շատ են։ Մենք խոսեցինք հիմնականում այս վերջի դեպքերի հետ կապված, բայց կան կիսատ գործեր զինվորների, ես ուզում եմ ասել, սովորական մարդկանց, որոնց որդիները հիմա էլ զոհվում են խաղաղ պայմաններում, կամ դատապարտյալները, որ ինչ զրկանքների, կամ ուրիշ մարդիկ էլ, ասենք հասկանում եք բույժ ծառայության սպասարկումը, ասենք բանտերում այնքան ցածր մակարդակի վրա է, օրինակ ինձ մի կին էր զանգ տալիս ու ասում էր էպիլեպսիայով հիվանդ տղայի մասին, որին չեն տեղափոխում հիվանդանոց, որը շարունակ նոպաներ է ունենում։ Չգիտեմ, որ մեկը ասեմ, կամ այս քրեակատարողական հիմնարկում մահվան վերջին դեպքը, որը ինքնասպանություն են հայտարարել։ Իդեպ ես ուզում եմ ասեմ, ինձ սովորական մարդիկ շատ ավելի են հետաքրքրում, քան այս քաղաքական սպանությունները, որոնց մասին ստիպված ենք մենք հիմա խոսել, ու նաև այն պատճառով, որ գիտենք, որ այդ գործերը ուղղակի ազդում են մնացած գործերի ելքերի վրա դրական, այսինքն քննություն, օբյեկտիվ կատարելու վրա, ես դրա համար եմ խոսում։ Եվ սա ուզում եմ անպայման նոր հիշեցի ասել, այդ ինքնասպանության դեպքը, որը սեպտեմբերի 1-ին է տեղի ունեցել, ինձ մայրն էր զանգահարել, եւ գիտեք, դա եզակի դեպք է, երբ որ սպանվածի հարազատները քեզ զանգահարում են, նրանք աշխատում են, դատապարտյալը, չգիտեմ, էլի այդ փակ համակարգերը մի քիչ բարդ են, եւ տղայի հետ խոսել էր, հենց եւ ասաց, որ իսկ կինը կնոջը տղան ասել է, որ ինքնասպանություն է գործելու, եւ կինը պետք է այդ օրը գնար իր մոտ, չի հասցրել, բայց զանգել զգուշացրել է, որ ամուսինս այսպիսի բան է ասում, կանխեք, ինչպես ասում են, գնացել հասել է արդեն սպանված, արդեն մահացած, ու չգիտենք ինչ է եղել, բայց ինչ է ասում արդարադատության նախարարը, ոչ թե այս դեպք, այսինքն հարցնում են լրագրողները, ընդհանուր 18 դեպք է այս տարի եղել քրեակատարողական հիմնարկներում մահվան, ինքը ասում է հակում ունեցող ինքնասպանության հակում ունեցող անձինք, պատկերացնում եք, այդպես է խոսում։ Դու որտեղից գիտես, որ ինքը հակում ունի։ Օրինակ այս դեպքը հենց քննության առարկա է, նա ոչ մի հակում չուներ եւ այնտեղ խնդիրներ կար, որ արդեն չեն դիմանում եւ ճարահատյալներ։ Ես ուզում եմ ասել, որ ինձ այս մարդիկ, սովորական մարդիկ, որոնք տուժում են շարունակ եւ իրենց ձայնը չի լսվում, հասկանում եք, ինձ համար շատ ավելի կարևոր է, որ այդ մարդիկ մեր ուշադրության կենտրոնում լինեին եւ զբաղվեին այդ մարդկանցով։ Տիկին Ալեքսանյան, եւ կարծում եմ հաջորդ անգամ, որ հանդիպենք, իրադարձությունները ամեն դեպքում այս զարգացումները կլինեն, բայց այսօր ես շատ կուզենայի, որ իրավապահ մարմինները իրոք ծառայեին մարդկանց մեր երկրին եւ սա եմ ցանկանում ուղղակի ասել ավարտին, որ բացահայտեն այդ աղմկահարույց սպանությունները։ Կադրային փոփոխություններ պարտադիր պետք է լինեն ռեֆորմներից բացի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, ռեֆորմները շատ արագ չպետք է անել, դանդաղ պետք է անել։ Գիտեք, ես իրա ոչ մի ասածը, ինչ ասեմ, չեմ ուզում էլ քննարկեմ, մի մարդ, որ ասում է կառավարությունը ես եմ, ով կարող է ինձ հակադրվի, ու այդ մարդուն հռչակում են ժողովրդավար կամ դուք չգիտեմ էլի ինչ, մի մարդ կլինեք իմ համար այսիշ նկուղներում, համբալներ, ասում է պատգամավորներին, ինքը իմ համար այնքան արժեզրկված է, ես ամաչում եմ, որ մենք այդպիսի երկրի ղեկավար ունենք, շատ, եւ ես այն ժամանակ, որ այդ հայոյանքները այդ գլխագրերում էր մամուլի, ես շատ էի ամաչում, բայց ինչ ասեմ, ամաչում, մեզ կրթում են, ինչ? Կրթում են մեզ, ինչ եք ամաչում, դե իրենք չեն կարող մեզ կրթեն, եւ մեր ժողովուրդը գերկրթված է, ճիշտ է, մենք տեսնում ենք այդ դեգրադացիան արժեքների, որը զարգացնում են այս իշխանությունը, հենց արժեզրկելու մեր արժեքները, մեր ունեցածը, բայց մենք այնպիսի հիմքեր ունենք, այնպիսի արմատներ ունենք, որ ոչինչ չեն կարողանա անել։ Իրենք ի վերջո հեռանալու են, ուղղակի չեն ուզում սրա մասին մտածել։
Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Տիկին Ալեքսանյան, բացի այս հարցերից ձեզ հետ կցանկանայի նաև անդրադառնանք Արցախահայերի խնդիրներին, ընդհանրապես Արցախի հետ կապված։ Կարող եք մի երկու բառով կարճ, շատ համառոտ։ Ինչ ասեմ, Ուր այլ հաղորդման Մենք առաջին ես մանրամասն ուզում կխոսենք։ միշտ մենք 2 տարի շարունակ եւ տեղահանման առաջին օրվանից ուրեմն մենք հետևել ենք, երբ որ նրանց տեղահանում էին, հենց Գորիսից սկսած եւ այցելել ենք երևի 400-500 ընտանիքներ։ Մեր հաղորդումը ցավոք արդեն ավարտվում է, ինձ հուշում են, որ ժամանակը չունենք։ Մենք անդրադառնանք հաջորդ անգամ սիրով։ Եղավ շատ սիրով Տիկին Ալեքսանյան, այնպես որ կաշխատենք համատեղ միասին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։